Բաղյան Ռոբերտ, ես 33-րդ թաղամասից եմ, այս անգամ բայց մենակ 33-րդ թաղամասը ներկա չի, տարբեր տեղերից են մարդիկ եկել, որտեղ այս գերակաշայի օրենքը, մանավանդ նորը, ոնց որ մահակ լինի ժողովրդի գլխին, ով լսում է գերակաշահը իր տարածքը, օրենքով պետք է որ մարդիկ ուրախանային, որովհետև բարելավում է գնում, բայց բոլորի մոտ քաոս է սկսում։ Երևի տեղյակ եք նոր օրենսդրության մասին, գերակաշայի հետ կապված, որը առաջին ընթերցումը բանցել է ազգային ժողովում, հեսա մոտորերս լինելու է երկրորդ ընթերցումը, որը լինելու է տենց ավելի սաստիկ մահակ, քան նախկինում եղել է։ Օրենքի մասին ինչ է այս նոր բարեփոխումը, այսպես կոչված բարեփոխումը ինչ է իրանից ներկայացնում, առաջին ընթերցման բանցած այն է, որ խրախուսական իրանք ավելի 15% ավելացրել են եւ անունը դնում են բարեփոխում, որպեսզի օրենքին կանան հետին ուժ տան, այսինքն այն մարդկանց, որ շուտ են գերակաշահ ճանաչել, իրանց վրա էլ ազդի, 15-ը սարքել են 30, բայց 30-ին դեպքում, երբ որ դու դատի չես տալի։ Բայց գնահատման ստեղ խնդիր կա շատ մեծ, մենք բազմիցս անդրադարձել ենք եւ կադաստրի կոմիտեի հետ էլ լսումներ ենք ունեցել, հանդիպումներ ենք ունեցել, որ բացատրել ենք այս խնդիրը կա գնահատողի հետ կապված։ Գնահատողները երևի գիտեք, որ կադաստրում գոյություն ունի բարեվարկության հանձնաժողով, որ գնահատող ֆիրմաները պատկանում են իրանց բանի տակ են գտնվում։ Ու սենց է լինում, երբ որ ճիշտ գին, այսինքն ճիշտ գինն են գնահատում, իրանց կանչում են ուղղակի լիցենզիայից զրկում են։ Դրանից ելնելով, որ կամպանիային զանգում ես, ասում ես արի գնահատի, ասում է խնդիր չկա, այսքան է, սեփական տունը, այսքան արժի, կվարձիրան, ասում ես հա խնդիր չկա, եկեք գնահատեք, ասում է որտեղ է գտնվում ձեր հասցեն, ասում են Ֆիրդուսիում, 33-րդ թաղամասում, ասում է կներես, կներեք սենց մեջ բերեմ, աղբերես, ես փաս։ Ես եթե եկա ռեալ գնահատեցի, ինձ լիցենզիայից զրկելու են։ Ասում ենք, բայց սենց ոնց։ Հիմա այդ նույնը շարունակվում է ավելի խորքային են, ոնց որ ապօրինություններին օրենքի ուժ են տվել, օրենք են ընդունել, որ այդ ապօրինությունները կանան հանգիստ անեն, էլ ոչ մի խնդիր խոչընդոտ չլինի։ Բայց նայեք, ստեղ որ Տիգրան Դադունցը ազգային ժողովում զեկուցում էր այդ հարցի մասին, որ պատգամավորներին ներկայացնում էր, հարցը նենց սիրուն էր ներկայացնում, ասում ենք դա շատ լավ է, էլի եղածը ինչ է։ Բայց նայեք, հիմա այստեղ խնդիրը ինչու՞մ է կայանում։ Նախկինում, եթե գալիս էին տունդ գնահատում էին X գումարով, դու չէիր համաձայնվում, մտնում էիր դատական հայցերի մեջ, քո գույքը կասեցվում էր, այդ հարցը կասեցվում էր, մինչև դու դատական ակտերդ պրծնես։ Հիմա էլ տենց չի լինելու, 21 օրյա ընթացքում դեպոզիտը կախելու են քո հաշվի համարին, քեզի վտարելու են տեղից, նոր ասում են գնա դատերը շարունակի, տեղ հարց է ծագում։ Դու արդեն անհավասար դիրքերում դու սկսում ես պայքարել իրանց հետ, որտեղ դու հաստատ կրված ես։ Ինձ այդ հարցի մեջ մի քանի այլ հարցեր էլ է տանջում։ Նայեք, եթե գնահատեցին, քեզ հանեցին, հետո գնացիր դու դատական պրոցեսում, շենքը կառուցվեց, տևեց 3-4 տարի հետո, այդ դատերը շարունակվեց, շենքը պատրաստ է ու այսին էս չի տենց հեռու է, բազմաթիվ օրինակներ կա, շենքը կանգնում է, պրծնում է, կառուցապատողը սնանկ է ճանաչվում։ Դու դատական նիստը հաղթեցիր, այդ գումարները ումից ես ուզելու, պետությունից։ Պետություն, դու որպես ինչ ես մտնում դրա մեջ ու գարանտ կանգնում, ինչի համար, քո շահը որն է, որ դու քո բյուջեից մի հոգու կամ երկու հոգու հարստացնես, կամ իրանց արած հանցագործությունները դու այդ ամեն ինչը դու իրանց տեղը փագես, տեղ շատ մտահոգիչ է, որովհետև դա բոլորից հարկերից է, որպես ինչ ես դու մտնում տեղ։ Երկրորդը գումարի մասին է մենակ խոսակցությունները, չէ, մենք գումարի մասին վաբշե չենք խոսում, ի սկզբանե դա գերակաշահ չի, որտեվ գերակաշահը ես պատկերացնում եմ, օրենքի մեջ էլ է նշած, որ պետք է ճանապարհ, օդանավակայան, երկաթգիծ կամ ինչ-որ ստրատեգիական նշանակության բան այնտեղ կառուցվի, այնտեղ ռենովացիոն ծրագիր է, մի տունը քանդում են, սարքում են մի քանի տուն։ Մենք բազմիցս հանդիպումներից թե Տիգրան Խաչատրյանի հետ, թե ազգային ժողովի նախագահի հետ, հանդիպումներից առաջարկել ենք մեր կողմից, ասում ենք, սա մեր պետությունն է բոլորից, մենք պատրաստ ենք
թիմ ձևավորենք, որ օգնենք, այս ամեն ինչը նենց շտկենք, այս օրենքը, որպեսզի մարդը լսի իր տունը գերակա շահը ընդունվի, հիմիկվա պես ոչ թե սկսի արդեն ներվերից ինչ հիվանդություն ասած ձեռք բերել, այ ուրախանա, ասի շատ լավ է, իմ տունը իմ վիճակը կբարելավի։ 15+15 եք տվել, մենք էլ առաջարկում ենք, ասում ենք 15+15-ի փոխարեն 30 քառակուսի բայց ավել տվեք։ Հիմիկվա օրենքով նայեք, սենց է, եթե դու կառուցապատողի հետ պայմանավորվում ես բնակարան որ վերցնես, դու չես կարողանում բնակարան վերցնես, որովհետև թիվը չեմ կարողանում տես կոնկրետ հիշել, կամ 17 կամ 18 թվին է Կարեն Կարապետյանի որոշումով, ինքը նստել որոշել է, որ բնակարան ոչ մեկին մի տվեք։ Այսինքն ստե դառնում է վտարում եք անում։ Մերժելով այսպես ասելով, ասել են այս ժամանակ սխալի, հիմա այդ նույնին օրենքի ուժ են տալի։ Դա կառավարության որոշում էր, որը ապօրինություն էր։ Ինքը որոշել էր, որ Կարեն Կարապետյանը, որ ստեղ ոչ մեկին տուն մի տվեք, նախնական ապահովումով փողը տվեք, թող գնա։ Ինչի համար դու ես վտարում ինձ իմ տանից, իմ տարածքից։ Ես ուզում եմ ստե ապրեմ, ես լրիվ իրավունք ունեմ։ Ստիպված կառուցապատողի ինչ անեմ, քեզ մի հատ գումար դեպոզիտի նշան տալի, այդ գումարը դու վերցնում ես, իրենից թազա տուն ես առնում։ Տեղ ծագում է եւս մի խնդիր։ Արանքում գոյանում է մոտավոր 30-ից 35% հարկ։ Խնդիրները սաղ տալի, ինչի համար եք տենց անում, բացատրում ենք, ասում ենք, նայեք, եթե դուք ընկել եք այդ 35%-ի հարկի համար, որ տանեք, մենք պետություն էլի մենք ձեր կողմից ենք։ Մեր պետությունն է, բայց դուք դրանով խանգարում եք, մենք առաջարկում ենք, ասում ենք, այդ նույն ամեն ինչը նորմալ գնահատեք, նորմալ մարդուն փոխհատուցեք, այդ 35% հարկին մի նայեք։ Ավելի շուտ գույքա հարկերը կհավաքեք, որը ավելի մի քանի անգամներ ավելի շատ մեծ գումար է կազմում, քան այդ 35% հարկը, որ աշտները ծակել է։ Կներեք, դուք ասացիք, որ Տիգրան Խաչատրյանի հետ եք հանդիպել, երբ որ խնդիրը ներկայացրեցիք իրեն, ինքը այդ ամեն ինչը, գործողությունները ինչպես հիմնավորեց։ Նայեք, ոնց դες էդի ասեմ, որ դուք պատկերացնեք։ Մեր հիմիկվա ղեկավարությունը շատ մեծ զերժնություն ունի, որ ինքը կարող է իրան կառավարի։ Մենք մեծ կոռուպցիոն ռիսկերի, մեծ հանցագործությունների մասին ներկայացնում ենք բանեկամ, հանգիստ դեմքով նստած նայում է դեմքի, ասում է վեճերի տեղը դատարանում։ Մենք գիտենք վեճերի տեղը դատարանում է, բայց երբ որ գնում ես դատարանը դիմում ես, դատարանն էլ անտե հանցագործություն անում։ Ոչ միայն ԲԴԽ նախագահին էլ Կարեն Անդրեասյանին էլ ենք հանդիպել, ասում է ես չեմ կարող ոչ մի բան անեմ։ Ում դիմում ենք այս հարցին, որ նայեք մեր պատմությունը, որ մեր բոլորը, մեր Facebook-յան կայքը, որ նայեք, այնտեղ բազմաթիվ խնդիրներ է, սա հերթով ներկայացնում ենք, ում դիմում ենք, ասում է վեճերի տեղը դատարանն է։ Գնում ենք դատարանը, դիմում ենք, դատարանը ասում է սենց է։ Նայում եք, դատավորը չի էլ ուզում քեզ լսի, դատավորը այն որ 5 րոպե մեկ ասում է նիստը ընդհատվում է, գնում եմ խորհրդակցությունների սենյակ։ Մենք հիմնավոր կասկածներ ենք մտածում, որ ինքը ուղղորդվում է։ Խես 5 րոպե մեկ գնում։ Դու արդար գործը նայի։ Ոնց է կատարվում։ Նայեք, սա ռենովացիոն ծրագիր է, սա ոչ մի բան է։ Օրինակ, ձեզ բերենք, հիմա կոնկրետ Տիգրան Դադունցին հրավիրում ենք ներքև, իր օգնականը պատասխանում, ասում է պետք է նախորոք պայմանավորվեք իրար հետ։ Անունը դնում են նախկիններ։ Չի ընդունելու։ Չի գալի դե հիմա մարդը ասում է չի գալի։ Հասկանում ենք Սրբուի Գալյանը խորհրդակցություն հարցած ասուլիսի է, Դադունցին ով որ գնացի ազգային ժողովում, տես նենց էր ներկայացնում, որ տենց հիանում էր, ասում էր, ինչ լավ բան է։ Անունը դնում են նախկիններ, բայց նախկինների ժամանակ մենք քանի անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ենք, քանի անգամ գնացել ենք, թե իր տնից կեցավարից դուրս գալուց տենում էր ժողովուրդը հավաքվել, կանգնում իշտում էր բաներ անում, քանի անգամ վարչապետ եղած ժամանակ մենք իր հետ հանդիպել ենք, նախագահ եղած ժամանակ հանդիպել ենք, ինքը որոշումը այդ բանը շատ հեշտ է, բայց ժողովուրդը չի ուզում դուրս գա, ով ուզում է թող փողվեկալի, ով չի ուզում հենա Ֆիրդուսի վերաբը երկու շենք պետք է կառուցեն ու կառուցել է։ Ասում եմ մարդկանց տեղափոխեք ընդ։ Հիմա նույն տարբերակը մենք առաջարկում ենք Նորագյուղի հետ, Կոնդի հետ։ Նայեք, շատ հեշտ սխեմա է։ Շենքը սարքեք, տվեք ժողովրդին, ով ուզում է։ Տվեք ժողովրդին մի քանի տարբերակներով այդ ժամանակ վստահաբար ոչ մեկ դժգոհ չեն լինելու։ Մարդու տունը օրինակ վերցնենք 30-100 քառակուսի, հա,
Խրախուսական 30 քառակուսի ավել տվեք, տան մասին է խոսքը, գումարի մասին չի խոսքը։ Տարբերակներ իրան առաջարկեք։ Ասեք նայեք, էսի դու 100 քառակուսի ունես։ Քեզ տալիս ենք եւս խրախուսական 30 քառակուսի եւ քեզ նեղություն պատճառելու համար տունդ հարդարում ենք, քեզ հարդարած տալիս ենք։ Կամ այս տունը, որը ռեմոնտ անենք, հարդարում անենք, ամեն ինչ անենք, արժանալու է այսքան գումար։ Կարանք ձեզ գումարը տանք, կարանք ձեզ էսի տանք, կամ վերջի տարբերակը, ասենք մոտակայքում կարող ես դու մեծ ընտանիք ես, ուզում ես երկրորդական շուկայից, կարանք ավելացնենք հեսա, մի քանի բնակարաններ ստեղից առնես երկրորդական շուկայից, որ ավելի բան։ Իրանք չէ, միանշանակ դնում են արժի այսքան վերջ, պրծա, որոշումը, ով է որոշում կայացնում, որ ոչ մի տեղ հստակ բան չի լինում, գնահատում չի լինում։ Մեր թաղամասում բազմաթիվ տներ, բազմաթիվ օրինակներ։ Մեկի գույքը հրապարակին կպած, հրապարակից 30-40 մետր հեռավորության վրա, գույքը համեմատական կարգով գնահատման մեջ պետք է համեմատական է տանեն։ Համեմատականի տարգով տարել են 17 կվարտալի մի հատ հողի հետ։ Այդպես ոնց է լինում, բացում ես կամ այդ հողը ստից, այդ գույքը ստից գոյություն չունի լիստեյում, գցած է, որ լիստեյի բանը հա ընդեղից են վեկալում ինֆորմացիան, գցած է այնտեղ, որ բացում ես այդ գույքը գոյություն չունի։ Ստից նկարագրեր է բացել, ոչ եկել տան զննություն արել, ոչ եկել արտաքինից, ոչ ներսից, ոչ մի բան, ինչ ուզե տակը գնահատողը գրել է, հենց հիմա գնահատող ֆիրմայի հետ դատական process է գնում։ Փորձել եք անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բազմիցս, ինքը չի ընդունում։ Ոչ մի անգամ Չէ, չի ընդունում։ ինքը չի ընդունում։ Ասում է հարյուրավոր նամակների եմ ես պատասխանում։ Դե հարյուրավոր նամակների պատասխանումը մենք է հարյուրավոր նամակներ տվել ենք իրան։ Ինչի մի անգամ չի կանչե, ասի համայնքներ են։ Գիտեք ինչն է, այդ ամեն ինչը գալիս է, նայեք, հեսա մի քանի ամսից, երբ որ սկսեն ընտրությունները, ինտենսիվ ժողովրդի հետ կշփվեն։ Ինտենսիվ ամեն ինչը կանեն։ Մենք բազմիցս շատ նամակներ ուղարկել ենք, Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում էինք, նայ մեր մարդը չէր կարող վերջնական բան տար։ Ասում ենք, չէ՞ ինքը ասում էր դատերի տեղը, վեճերի տեղը դատարանն է։ Բայց ասում ենք մենք վերադասությամբ ենք կարող բողոքենք։ Մարդու իրավունքների պաշտպանին քանի անգամ գրել ենք, քանի անգամ գրում ենք, հենց հիմա մոտը բան ունենք, նամակներ ունենք, մարդը չի պատասխանում։ Ասում ենք, սա համադրական խախտում է, հենց մտա համադրական դատարան, սա փլուզվելու է ամեն ինչը։ Մենք չենք կարող մի անգամից դիմենք համադրական դատարան, որտեղ ացյանները պետքա սպառենք։ Բայց դուք պատկերացնում եք, չէ՞, մենք գերակաշահի հետ գործ ունենք, վտարման գործերը բաները շաբաթական, օրեկանով 3 անգամ նիստ են դնում արագ-արագանում են, գերակաշահի հետ դատը չեն անում։ Տարիներով։ Քանի անձի, քանի բնակչի մասին է խոսքը, ոնց է։ Բնակչի, սա էլ անձի մասին չի խոսքը։ Սա մի քանի խոշոր համայնքների մասին է, 33-րդ թաղամաս Ֆիրդուսի, Կոնդի, Նորագյուղի, Բյուզանդի, Կորի հետագա որտեղ գերակաշահ կոչանշվես, մարդիկ այս խնդիրները ունենալու են։ Սա մի անձի կամ 100 անձի խնդիր չի։ Նկատեմ դուք այսօր եկել եք որպես Ֆիրդուսի բնակիչներ։ Դե ես եկել եմ Ֆիրդուսի, մարդկա Բյուզանդիա, մարդկա տարբեր տեղերից է, որտեղ գերակաշահ ճանաչվում է, մարդիկ ընկնում են ստրեսի մեջ, որտեղ հասկանում են, տենց կուլտուրական լեզվով ասած, այնտեղ սկսում է գույքի խլում։ Այնտեղ չեն անում։ Պաշտպանում են 1 կամ 2 կառուցապատողի շահ ու չեք պատկերացնի ուղղակի ինչ ձևի են պաշտպանում, ամբողջ ապարատով անօրինականությունների վրա աշկ են փակում։ Ուր դե ինչ բան կա, մի հոգի նստած է երևի, ըստ տենց են պատկերացնում, որտեղ գնում ես խնդիր ունես, հերոսը վեկալում ասում է սես պետք է անես, պրծավ։